Ներգալու կապակցությամբ որոշում են բացել Սառած բեմը եւ փորձն այստեղ անցկացնել։ Կարող է հիշեք հայերեն խոսակորտեցնում եք։ Ցուցադրական պահերը Թիֆլիսում միշտ ապահովում են։ Հետո ամաչելով խոստովանում են, որ իրականում փորձերի համար տեղ չունեն ու օգտագործում են տնօրենի հին սենյակը, կաշվե բազմոցով եւ բանանի պես կլպվող առաստաղով։ Այս վիճակներում արդեն անհնար է գործելը։ Ամեն մարդու չես կարող ցույց տալ ինչ։ Թատրոնի մարդիկ հիշում են, թե ինչպես Վահե Շահգելդյանը, որը Սունդուկյանից եկել էր պիես բեմադրելու, մի անգամ քիչ էր մնում զոհվեր այս սենյակում։ Վահե Շուրեն ինչ այստեղ էր գտնում, ներկայացման հանձնման օրեր լավ հիշում եմ, հազիվ հասցրեց աթոռը քաշել ու նստել։ Նստելուց հետո հենց կողքը, որտեղ որ ինքը կանգնած էր, մի անգամից եկավ եկա այն գաջի կտորը։ Անցյալ տարի պատրաստել ենք 5 նոր ներկայացում, 7 ամսվա ընթացքում խաղացել ենք 48 ներկայացում, դա եղել է Սամսխե Ջավախեթիում, Ախալքալաքում, Նինուցմինդայում, Ախալցիխեյում եւ Քվեմո Քարթլի հայաշատ վայրերում։ Սա 16-րդ բնակարանն է։ Այո։ Երկաթուղային փողոց 87։ Այո։ Ահա։ Պատվիրել են դերասան եւ ես էլ եկել եմ։ Զգեստ, բարի, գրիմ, ռեկվիզիտ, տաքսի։ Ադամյանի թատրոնը շրջիկ ռեժիմի վերբերնելը Հայաստանի մշակույթի նախարարության գաղափարն էր։ Այսպես եւ ներկայացումների տարեկան ծրագիրը չի տուժի եւ դերասանների մարզավիճակը։ Սրանցից ոչ ոք չունի։ Սա է մեր վկայականը, սա է մեր վկայականը։ Մենք բանակցելով համապատասխան ուրեմն ծառայությունների հետ եւ նաեւ մշակույթի նախարարության հետ որոշեցինք, որ այդ առաջիկա 1 տարին թատրոնը ոչ թե կդադարեցնի իր գործունեությունը, այլ ավելի շատ հյուրախաղային գործունեություն կծավալի եւ Վրաստանի տարածքում եւ առավելևս Հայաստանում եւ Արցախում։ Թափառականությունը դա պաշտոնի բարձրացում է, բարձրապես։ Շատերը չեն հասկանում թափառականության համայնքները։ Իսկական ազատությունը հենց թափառականության մեջ է։ Աշխատանք է։ Դերասանը որտեղ ասես աշխատում է, որտեղ որ թեկուս հենց հիմի դուրս գանք փողոց եւ կխաղանք։ Մենք չգիտենք, մի տարի կտևի, 2 տարի կտևի այդ շրջիկությունը, հա։ Նու շրջիկությունն էլի ռոմանտիկան ունի, այսպես ասած, գնալու, քայլելու, հանդիպելու, տեսնելու եւ այլն, բայց դա հիմնական չի կարող լինել։ Տասնյակ մարդիկ, հարյուրավոր մարդիկ անընդհատ գալիս են եւ հետաքրքրվում են, ինչով ենք մենք ապրում։ Նույնիսկ ունենում են ցանկություն նստել դահլիճում դիտել փորձերը, շատ կարեւոր բան է, բայց այստեղ նաեւ մի կարեւոր բան կա, որ այս առումով շահել են շրջանում ապրող հայերը, քանզի մենք հիմա հաճախ ենք մեկնում շրջաններ։ Չի ասում, Օրփեոս տանը փող չկա, որովհետև Օրփեոսը ահամարում է փողը, ոչ ոք չի ասում, Օրփեոսը պետական հարկերը մուծիր, որովհետև Օրփեոսը պետություն չունի։ Սա աշխարհի միակ պետական հայկական թատրոնն է, որը գործում է Հայաստանից դուրս, եւ այս առումով երևի թե մենք ավելի երջանիկ թատրոն ենք, քան մնացած թատրոնները, որտեղ մենք ունենք ծննդավայր, ունենք հայրենիք, այս առումով կարծես թե մենք ունենք 2 ծնող, շատ կարևոր բան է սա։ Театр работает над новыми постановками, но на данном этапе, так как в театре, в помещении самого театра аварийная такая ситуация, требуется реконструкция, капитальный ремонт, и по этому направлению сейчас идет работа по составлению сметы. Уже когда определится, какие работы должны будут проводиться и сколько это будет стоить, все этот вопрос, конечно, решится. Конечно, наше правительство выделит определенную сумму. Я думаю, что и Армения примет участие активное в этом. И так как это является нашей общей, так сказать, культурным достоянием, то, наверное, и с Арменией будет помощь в этом направлении. Պայմանավորվեցինք, որ
Համապատասխան նախագծանախաշվային աշխատանքներ պետք է պատվիրվեն թատրոնի համար, որից հետո պարզ կլինի ինչ գումարների, ինչ ծավալների հետ գործ ունենք եւ առաջարկեցինք այն ժամանակ, որ երբ ամբողջ այդ պատկերը մեզ համար պարզ կլինի, հարցը ներկայացնել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի քննարկմանը, որտեղ նախագահներ են երկու երկրների վարչապետերը։ Ասում ամեն ինչ լավ է, երբ լավ է վերջանում, չէ՞։ Լավ կվերջանա։ Լավ կվերջանա, հույսով ենք։ Մերս միշտ վախենում էր գամ, հաջորդ օրը մեռնեմ։ Այդպեսի բաներ, պապական, մայրական զգացողություն։ Չգիտեմ որն է, բայց որ թատրոնը, մեր թատրոնը, հայ հասարակության, հայ հանդիսատեսի, այն ինչ որ մնացել են այսօր, մենք էլ Հավլաբարի կենտրոնում ենք, ամենա գեղեցիկ վայրն է, ամենա ցանկալի վայրն է, որտեղ որ գալիս է ժողովուրդը, որտեղ որ հանդիպում է, գալիս են ներկայացում նայում, շատ չեն, բայց գալիս են։ Մենք ով որ գալիս, դահլիճում թեկուզ 20 մարդ նստած լինի, մենք խաղում ենք այնպես, ինչպես լիքը դահլիճի առաջ։ Նկարահանումներն արդեն ավարտել են, երբ իմացանք, որ Վրաստանի կառավարությունը 1 միլիոն եվրոյից ավելի գումար է հատկացրել հայկական թատրոնի վերակառուցմանը, իսկ հայկական կողմը օգնելու է տեխնիկայով։ Սա երկու երկրների եղբայրական առաքելության սկիզբն է։